քարացավ։ Et le monde s'est levé pour toi, Arménie. Աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան։ Charles Aznavour l'a chanté, la France s'est mobilisée, plus de 500 pompiers, sapeurs-pompiers, militaires se sont mobilisés pour venir en aide. Շարլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց 500-ից ավել հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության։ Et Gyumri est rené avec cette mémoire. Et après l'enfer, et après l'hiver, c'est un nouveau printemps. Et je suis très heureux avant de partir de pouvoir vous dire que j'étais très fier durant ces 2 jours d'être à vos côtés. Nous savons toutes les difficultés qu'il y a eu ces dernières années. Mais comme Gyumri est là, avec ce nouveau visage, l'Arménie avance en paix, en stabilité, avec l'Europe. Et comme nous étions là en décembre 1988, nous étions là dans les pires heures de 2020 et nous serons là aujourd'hui et demain à vos côtés. Alors merci Gyumri, merci l'Arménie et n'oubliez jamais que la France vous aime. Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, եւ երբեք չմոռանաք Ֆրանսիան սիրում է ձեզ։ Vive l'Arménie, vive la France, vive Gyumri. Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Ժորժան, ուրեմն տեսեք, այս քիչ առաջ տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի վերջին միջոցառումն։ Հիմա այստեղից մենք գնում ենք օդանավակայան, որպեսզի ճանապարհեմ ես նախագահ Մակրոնին, բայց ես ուզում եմ սկզբից դուք իրեն ճանապարհեք ձեր բուռն ծափահարություններով եւ ողջույններով։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Շնորհակալ եք շատ։ Իմիջիայլոց ասեմ, հույս ունեմ գիտեք համերգը շարունակվելու է, մնացեք եւ վայելեք